սպային բացարձակապես գնահատական չեմ դա իրավական գնահատականը, դա այսօր իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում է, եւ դուք գիտեք, որ գործը քննության ընթացքում է։ Ինչ վերաբերում է պարոն Սողոյանի աշխատանքի հետ կապված։ Ուրեմն, երբ պարոն Սողոյանի առաջարկեցի աշխատանքի համակարգ համակարգ երկու կարևորագույն խնդիր են համակարգել։ Առաջին, համակարգը ամբողջությամբ պիտի մաքրել այն բոլոր երևույթներից, որոնք դրսևորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում եւ որոնց վերաբերյալ անընդհատ հնչել են այդ մտահոգությունները ու խնդիրները, բայց երբ առարկայական խնդրի մասին խոսք է եղել կամ հարցադրում է եղել, երբևէ չի նշվել անուն, ազգանուն դեպք, որպեսզի հնարավոր լինի իսկապես ձեռքազատվել, բայց մենք գնացել ենք համակարգային ճանապարհով, քանի որ նաև իր մարդկային ու մասնագիտական որակները նաև ես շատ բարձր եմ գնահատում, եւ այդ ուղղությունը, որը որ վերցվել է, որ առաջին, որը երևույթները պիտի ամբողջությամբ վերացվեն, հնարավորինս, երկրորդ, համակարգային գործընթաց պիտի իրականացվի, դրա ծնող պատճառները վերացնելու համար։ Համակարգային գործընթաց է նոր մոդելն է, որ մենք 2014 թվականից սկսած իսկապես բավականին լուրջ աշխատանք է արվել։ Տարբեր նաև միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի կառույցների, փորձագետների ընդգրկմամբ շատ ծանր մանրամասն ու տաժանակիր աշխատանք են արել իրականում։ Տեսեք, դա այդ մոդելը պիտի ես նշեցի ներդրվեր, այ հիմա նոր ասել են այդ պրոսպեկտիվ փորձարկումներ, տարբեր փորձարկումներ, ի վերջո երբ որ դու համակարգ ես փոխում, այդ ամբողջ համակարգը վերաբերում ամբողջ բնակչության կամ այսպես ասեմ 200,000 քաղաքացիներ, տարեկան 75,000 անձ առնչվում է այս համակարգին փորձակնությունների հետ կապված։ Եվ բնականաբար այստեղ փոփոխությունները անելիս մասնագետները մանրամասն բոլոր հարցերը ուսումնասիրում են, որովհետև դուք շատ լավ հասկանում եք, որ ցանկացած փոփոխություն, որը որ իրականացվում է, կարող է նաև եւ բացասական եւ դրական ազդեցություններ ունենալ, որովհետեւ այդ ամբողջը նախ փորձարկվեր ոչ իրական ռեժիմում, այսպես ասեմ, նախորդ տարի 1000-ից ավել քաղաքացիների համար զուգահեռաբար գործող կարգին իրականացրել են փորձակնություններ այս նոր ներդրվելիք մոդելի չափորոշիչների շրջանակներում։ Դրանք համադրում են արել իրար հետ, տեսնելով նույն քաղաքացի, նույն անձը գործող կարգով այս կարիքն է իր համար ձևակերպում, այս ներդրվելիքով սա է ձևավորվելու, որտեղ կան խնդիրներ կամ հարցեր, որպեսզի ամբողջական կարիքի գնահատման հիման վրա ձևավորվի ծառայությունների փաթեթը։ Եվ ամենակարևորը, կներեք ես ավա։ Ուրեմն նոր մոդելի ներդրման շրջանակներում մենք ունենք մի կարևորագույն խնդիր, որ գնահատելով կարիքը, նախատեսելով ծառայությունների փաթեթը, պիտի ապահովենք ծառայությունների տրամադրումը անկախ հաշմանդամություն ձեռք բերելու հանգամանքից։ Սա շատ կարևորագույն եւ սկզբունքային մոտեցում է։ Պարոն նախարար, ձեր ասածից տպավորությունն է, որ Սողոյանը ընդհանրապես քարոզության նոխազ է։ Ես այդպիսի բան չասեցի։ Ես նշեցի։ Բայց դուք կներեք, մեզ բերում եք բաներ, որ այս համակարգը պիտի հիմա հունվարից ներդրվեր, այսինքն Սողոյանը չհասցրեց, չգիտեմ։ Ես այդ դուք դա ձեր մեկնաբանը, այսինքն Բերեք իսկապես պրովոկացիոն հարցեր կամ ձևաչափին տրեք։ Պետք չի այսօր, ես նշեցի սկզբանը, բերեք այսօր գնահատական չտանք, որովհետև նորից եմ ասում։ Կոնկրետ դեպքին այս պահին գնահատական տալ ճիշտ չի։ Այս պահին մենք գործ ունենք իրավական մարմինների, իրավապահ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների հետ եւ ես բացարձակապես որևէ ձևաչափով չեմ կարող մեր իրավապահ մարմինների, մեր գործառույթների եւ մասնագիտական իրենց հմտությունների եւ այլնի առումով որևէ կասկած հայտնել։ Ավելին, ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները բարձր պրոֆեսիոնալներ են։ Ես դրա մասին չեմ խոսում, ես խնդրում եմ դուք այսօր իրավական դաշտում գնահատականներ մի փնտրեք։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որը այս բանին քննությամբ գրում է։ Եվ ես խոսում եմ համակարգային փոփոխությունների մասին եւ ձեզ երևի ավելի շատ ուզում եմ այդ խնդիրները ի վերջո լուծումները որտեղ են, դրա պատճառները որտեղ են։ Ես ասում եմ շատ բարձ, նաեւ մեր քաղաքացիները, այսինքն բոլոր կողմերը քաղաքացին, որը դիմում է, այդ կազմակերպությունները, որոնք ընդգրկված են, որոշում կայացնողները, սրանց բոլորի համար պիտի ձևավորվի հստակ համակարգ շահերի բախման, որպեսզի մենք ճիշտ արդյունք ունենանք։ Սրա մասին